Շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կկրճատվի 6 ամսով։ Ներկայացնելով զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ զինված ուժերի համալրման նոր կարգը կմեկնարկի 2026 թվականի հունվարի 7-ից։ Ծառայության ժամկետի կրճատումը, սակայն, չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։ Մենք նույն թվականակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի ծառայելու են 1.5 տարի։ Պատկերացրեք, 1.5 տարի հետո զորացրվելու է 2 զորակոչի այն հատվածը, որոնք պայմանագիր չեն կնքել։ Դրանից եւս 1.5 տարի հետո բոլոր զորակոչերը, այսինքն բոլոր 4 զորակոչը կրկին գտնվելու է բանակում, պարզապես 1.5 տարի ծառայելով։ Նախարարի խոսքով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված ու շարունակական աշխատանքների շնորհիվ։ Այն է Պաշտպան հայրենիաց ծրագիր, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդնումը եւ այլն։ 5 տարվա ընթացքում մեր կառավարության գործունեության պարտավորություն էինք ստանձնել, որ այս հարցին անդրադառնալու ենք, բայց սա կարող է լինել այն պարագայում, եթե գլխավոր շտաբը տար համապատասխան եզրակացություն, այն է դրական եզրակացություն, որը կախված է մեր պայմանագրայինների եւ ժամկետայինների թվաքանակի հանրագումարից, եւ դա հնարավոր է անել միայն 2026 թվականի հունվարից սկսած։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը նախատեսված է Հայաստանի կառավարության 2021-ից 26 թվականների ծրագրով, նաև Հայաստանի Հանրապետության բանակի կերպափոխման հայեցակարգով։ Սուրեն Պապիկյանն ասաց, որ կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի։ Նախարարը խոսեց նաև բանակի մարտունակության զինվորների պատրաստվածության մասին, ներկայացրեց որոշ պարզաբանումներ։ Պապիկյանը վստահեցրեց, որ իրենց կատարած քայլերի արդյունքում բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է։ Շատ հեշտ է փոխել չափորոշիչները, ասել գնահատում ենք արկա վիճակով, ու բոլորը ստանան լավ ու գերազանց, բայց մենք գնում ենք նրան, որ մեր բանակի մարտունակությունը լինի ամենաբարձր աստիճանի, ու շատ նորմալ է, որ կարող են լինել դեպքեր, երբ գունդը կարող է ստանալ մի գնահատական, հետո փոփոխությունների, վերապատրաստումների արդյունքում ստանալ այլ գնահատական։ Սկսած նրանից, որ գունդը կարող է բերել պայմանական կարմիր աստիճանի եւ գնդի գործողությունների արդյունքները գնահատվեն անկախ նրանից, ինչքանով է զինված, ինչքանով է համալրված, ինչքանով է պատրաստվածությամբ աչքի ընկել նրա զինվորները։ Հարակից եկուցող պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ նախատեսված բարեփոխումը պահանջված է եւ հաջորդում է այն բոլոր բարեփոխումների փաթեթներին, որն այս տարիների ընթացքում իրականացվում է։ Հանձնաժողովի նախագահը հույս հայտնեց, որ նախագիծը հնարավորություն կստեղծի ավելի արագ տեմպերով կյանքի կոչել բանակի մարտունակության ծրագրերը։ Պահանջված բարեփոխումը եւ հաջորդում այն բոլոր բարեփոխումների փաթեթին, որ այս տարիների ընթացքում մենք հերթականությամբ արել ենք։ Հիմա մոռացել ենք, թե ինչ ճանապարհ ենք անցել այդ ամբողջի մեջ, օրենսդրական բազան ստեղծելու, բանակի գրավչությանը վերաբերող խնդիրների լուծումը։ Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին։ Այն կընդգրկվի ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։